ուզում եմ հասկանալ, թե այս բանի ինչ իրավիճակում կան արդյոք դպրոցներ, որոնք այս վիճակով պայմանավորված անցել են հեռավար Տեսեք, ունենք ակտիվացում սուրշնչական վարակների մասով, թե ամբուլատոր օղակում դիմելիության եւ թե հիվանդանոցային, իհարկե մեր հսկողության տակ է եւ ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Իհարկե մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական process-ի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա եւ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Հիմա սա սեզոնային է, ինչու՞մ է։ Այո, Ժորժ ջան, անցյալ տարվա աղտոտվածությունը, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում արդեն վտանգավորության շեմը հատել է, սա եւս է որոշ բժիշկների կարծիքով պայմանավորված կարող է։ Տեսեք Ժորժ ջան, սրանք տարբեր բաներ են։ Վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ։ Վիրուսային հիվանդությունները ուրեմն սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ ակտիվ շրջանն է եւ մենք համեմատական ենք տանում նաեւ նախորդ տարվա ուրեմն թվերի հետ ըստ էության շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունեինք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել։ Նշեմ, որ այո, շրջանառվող շտամը H3N2-ը ունի սպეციფიկ ատիպիկ է եւ ջերմության բարձրացում, կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ եւ նորից շեշտադրում եմ, որ եթե չունեք ախտանշաններ, ապա խնդրում ենք մանավանդ ռիսկի խմբերին անպայման պատվաստվել, որովհետեւ մեր ցուցանիշները նաեւ ցույց են տալի պատվաստված անձինք կամ չեն վարակում կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։ Իսկ ովքեր են հիմնականում տարիքային ոնցերի համարվում երեխաները եւ այս շտամի հիվանդացության մասով էլ երեխաները մինչեւ 18 տարեկան ավելի ըստ էության ծանր են տանում հիվանդությունը, բայց պետք է նշեմ, որ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ ունեցող եւ 65-ից բարձր քաղաքացիները եւս շատ խորհուրդ է տալիս, որ պատվաստվեն։